Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա։ Սա չի վերաբերվում միայն մեր տարածաշրջանին։ Ընդհանրապես եկեք գնանք վերցնենք ցանկացած ռեգիոնի պատմության ցանկացած երկրում տպագրված ցանկացած գիրք։ Ինչի մասին է պատմությունը։ Պատմությունը սովորաբար խաղաղության մասին չի լինում։ Պատմությունը սովորաբար լինում է կոնֆլիկտների մասին։ Որտեղ խաղաղության մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Պատմաբանի տեսակետից, որտեղ խաղաղությունը վիճաբանություններ և բանավեճեր չի հրահրում, խաղաղությունը հրահրում է ներդաշնակություն, իսկ ներդաշնակությունը պատմաբանների համար ամենաձանձրալի իրավիճակն է, և ուզում եմ նաև արձանագրել, որ մենք պետք է նաև ուշադիր լինենք պատմության վերաբերյալ այն տրամաբանության մեջ, իսկ ինչ ենք մենք ասում, իսկ ինչու չեն կարող հղում անել, չի կարելի հղում անել, մասնավորապես այն ժամանակների պատմությանը, և կան իմիջայլոց պատմաբաններ, և քաղաքական գործիչներ, և քաղաքական առաջնորդներ, ովքեր հղում են անում այն ժամանակների պատմությանը, դա համարելով հիմնական լեգիտիմ մեկնակետ, որտեղ այդ թվում մեր տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները բականներով և կիրովաբադներով, լենինականներով և լենինաբադներով, կույբիշևներով, հոկտեմբեր կինոթատրոններով և այլն և այդպես շարունակ։ Կան քաղաքական առաջնորդներ, կան շրջանակներ, ովքեր լեգիտիմ միակ մեկնակետը համարում են հենց սա, համարում են, որ սա է, գիտեք, որ այդպիսի պատմություն է եղել, երբ որ Խորհրդային Միության փլուզումը համաշխարհային հայտնի դիվանագետներից մեկը վերնագրել էր պատմության ավարտ, բայց կան նաև քաղաքական շրջանակներ, ովքեր պատմության մեկնարկը համարում են հենց կիրովականների և կիրովաբադների ժամանակաշրջանը։ Եվ ոչ մեկ չի կարող ասել, որ ոչ դա պատմություն չի եղել։ Եվ հղում անել ժամանակ առ ժամանակ այն իրավիճակին, երբ որ մեր տարածաշրջանում, գիտեք, պետք է հետևյալ արձանագրել, մեր տարածաշրջանը վերջին հարյուրամյակներում եղել է կայսրությունների տիրապետության ներքո։ Եղել է Պարսկաստանը, եղել է Օսմանյան կայսրությունը, եղել է ռուսական կայսրությունը, դրանից առաջ արաբական տիրապետությունը, դրանից հետո մոնղոլ թաթարական տիրապետությունը։ Եվ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվում էին կիրովականներ և կիրովաբադներ, արաբական շրջանը ունի իր կիրովականներն ու կիրովաբադները, պարսկական շրջանն ունի իր ժամանակաշրջանի կիրովականներն ու կիրովաբադները, օսմանյան ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականները և կիրովաբադները, ում մոռացա, մոնղոլ թաթարական շրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները, բյուզանդական ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները, և մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ,